Բարև ձեզ, Factor TV հյուրը մեդիա փորձագետ Արթուր Պապյանն է, ողջույն, պարոն Պապյան։ Բարև ձեզ։ Ամերիկյան Firebird եւ Nvidia ընկերությունը արդեն հայտնի է, որ Հայաստանում պատրաստ են իրենց արհեստական բանականության գործարանի ներդրումները հասնել 4 միլիարդ դոլարի եւ այս տեղեկությունը նաեւ JD Vance հաստատեց, ԱՄՆ փոխնախագահ։ Ինչ է նշանակելու այս ներդրումը Հայաստանի տեխնոլոգիական համայնքի համար, պարոն Պապյան։ Սկսենք նրանից, որ ներդրումը նոր չէ, այսինքն այս ամբողջ պատմությունը սկսվել է դեռ անցած տարվանից, երբ որ հայտարարվեց մոտ 500 միլիոն դոլարանոց ներդրումով ավելի փոքր մասշտաբի AI գործարան ստեղծելու մասին։ Ինչ է նշանակում AI գործարան, եւ այդտեղից սկսենք։ Հասկանանք ինչի մասն է խոսքը։ Մեծ հաշվով դա նշանակում է մեծ data center, տվյալների կենտրոն, իսկ որ ավելի բարձրացնենք, դա հսկայական մի շենք է լինելու, որտեղ, այսպես ասած, պահարաններով համակարգիչներ են դրած, որոնց մեջ աշխատում են հատուկ տիպի քարտեր, որոնք կարող են մեծ քանակի շատ արդյունավետ կերպով անել այնպիսի տրամաբանական օպերացիաներ, որոնք օգտագործվում են հատկապես արհեստական բանականության մոդելների աշխատանքի համար։ Դա իր հերթին նշանակում է, որ այդպիսի հզորությունները, որ ստեղծվելու է Հայաստանում, ամենայն հավանականությամբ Հայաստանում չի էլ օգտագործվելու։ Այսինքն մենք չունենք Հայաստանում այդպիսի կենտրոններ, տեխնոլոգիական այդպիսի ընկերություններ, որոնք կարողանան նույնիսկ դրա չնչին ինչ-որ ծավալ օգտագործել։ Այո, մենք վատ բան եք ասում, ճիշտ է, որ ասենք։ Չէ, տեսեք, մենք Հայաստանում ունենք CRISP-ը, մենք Հայաստանում ունենք Super Annotate-ը, ունենք, չգիտեմ, PixArt-ը եւ այլն, ունենք ընկերություններ, որոնք AI ինչ-որ մոդելներ ունեն, բայց այս գործարանի հզորությունները այն ինչ-որ հայտարարվում է հսկայական են։ Եվ ինքը մեծ հաշվով ինչ է անելու։ Ու այստեղ եկեք իրականում խոսենք, հա։ Ինքը ներմուծը, то есть ստանալու է տվյալներ, այսինքն ենթադրենք ինչ որ X Jon Snow ենթադրենք Անգլիայում հարց տվեց ChatGPT-ին, ասենք գլուխս ցավում է ինչ անել։ Այդ հարցը տվյալի է վերածվում, ուղարկվում է ենթադրենք ChatGPT-ին։ ChatGPT-ին նայում է Գերմանիայում իր սերվերները չեն հերիքում, տարածք է վերցնում հայաստանյան սերվերներից, ասում է կլինի այս հարցի պատասխանը ձեր մոտ աշխատացնենք։ Մեր մոտ պատտվում է այդ մոդելների մեջ, գեներացվում է պատասխան, որ տղա ջան ջերմությունը չափի կամ թեյ խմի կամ չգիտեմ, էլի մի քիչ քայլի, այդ պատասխանը հետ որպես արտադրանք տվյալը եկավ, մտավ Հայաստան, որպես տվյալ դուրս գնաց։ Այսինքն ուղեղային կենտրոն է։ Այսինքն իր մեջ արվելու են այդ տրամաբանական օպերացիաները, որոնց արդյունքում գեներացվում են պատասխաններ, կամ որոնց արդյունքում գեներացվում են լուսանկարներ, վիդեոներ, պատկերացրիք, կամ որոնց ընթացքում գեներացվում է ծրագրային կոդ եւ ավտոմատացման համակարգեր։ Հավանաբար այս գործարանից օգտվելու են խոշորագույն ընկերություններ կամ ստարտափներ, որոնք AI մոդելներ են ուզում աշխատեցնեն, եւ մեզ համար դա այնքանով է լավ, որ որևէ ֆիզիկական ապրանք չի գալու լարսում լրվի, հա, գնացքի գծիկ խնդիր չկա, գալու են կաբելներով, հավանաբար, ասենք, այս պահի դրությամբ Վրաստանի տարածքով, Իրանի տարածքով ինչ-որ թողունակություն ունենք, հավանաբար ինչ-որ պահի կարիք կառաջանա, օրինակ Թուրքիայի տարածքով բացել, որտեղ Թուրքիայում խոշոր բեքբոններ կան, հա, ամեն դեպքում տվյալը գալու է Հայաստան, մշակվելու է եւ տվյալը Հայաստանից ավելի վերամշակված նոր ապրանքի տեսք ստացված հետ է ուղարկվելու։ Չիպերի արտադրությունը։ Եվ մեր մոտ մեծ հաշվով այդ գործարանը սպառելու է ինչ։ Էլեկտրականություն, որպիսի այդ սարքերը աշխատեն, որպեսզի դրանք հովացվեն, հավանաբար ջուր, որովհետեւ մեծ ծավալի այդպիսի data center-ներում հաճախ ջրային հովացում են միացվում եւ այս դերևս չգիտեմ ինչպիսի նախագծեր, երևի ոչ ոք չգիտի, հավանաբար դերևս նախագծային ինչ-որ խնդիրներ են եւ դա հսկայական ծավալի էլեկտրաէներգիա է սպառելու, դա հաստատ եւ Հայաստանի համար կլինի այսպես, այսինքն win-win, մենք լինելով Հայաստանում որևէ ֆիզիկական ապրանք չբերելով, գրեթե նու մի քիչ էլեկտրոններ են գնալու բան, հա, այդ գծերի միջով մեծ հաշվով դա եղած է։ Մեծ արագությամբ գնալու է փոխարկվելու է։ Մենք ծախսելու ենք տեղի էլեկտրաէներգիան, որից ահագին ունենք այս բային, անդադ խոսվում է, չէ, որ գիծ կառուցենք, միացնենք, արտահանենք։ Հայկ Չոբանյանն էր երեք էստեղ, ինքը ասում էր, որ Հրազդան ջեյկը ոնց որ ավելցուկ ունի էլեկտրաէներգիա։ Այո, հիմա նաև այդ սոլար պանելների հետ կապված նույնիսկ օրենքի փոփոխություն էին անում այս վերջերս, որտեվ շատ են արդեն գեներացնում, հնարավոր չի լինում ինչ-որ պիկ, օրինակ ամառային օրը սպառել, այդ դրա խնդիրները կվերանան։ Այսինքն մեր ամբողջ արտադրած էներգիան դեռ մի բան էլ ավելին պետք կլինի, որպեսզի այդ գործարանը աշխատի, եւ մենք կունենանք ներմուծում արտահանում որակյալ ուղեղային ապրանք շատ
իրականում շատ դրական սա բան է։ Մի բան էլ ասեմ, որ այս data center-ները ամեն մեկին չեն տալիս, այսինքն եկեք դա էլ հասկանանք, կներեք այս հարցը ձևակերպեմ, ոչ միայն արհեստական բանականության տեխնոլոգիաներ է վստահում Միացյալ Նահանգները Հայաստանի Հանրապետությանը, այլև միջուկային արդյունաբերության տեխնոլոգիաներ, այլև ռազմական ԱԹՍ-ի վաճառքով եւ շատ հասկանալի է, եթե նրանք վստահ չլինեն, որ երրորդ ձեռքի չի անցնելու, Հայաստան չեն բերի։ Հիմա ԱԲ-ի մասով ասացեք, ինչու են վստահում այդ բացառիկ տեխնոլոգիա։ Իրականում ես չգիտեմ ինչու եմ վստահում, որովհետեւ Գուցե քաղաքական, այսպես մեկնաբանության տիրույթ է։ Անկեղծ, այսինքն ակնհայտ է, որ սա փաթեթային լուծում է, ակնհայտ է, որ սա քաղաքական որոշում է, որովհետեւ տեսեք, Ամերիկայի համար ամենալավ հաճախորդը այսպիսի չիպերի, հա, այսպիսի տեխնոլոգիային կլիներ Չինաստանը, որը այտենց տոննաներով փող ունի, հաճույքով կտար, բայց Ամերիկան Չինաստանին նույնիսկ չի էլ վաճառում, հրաժարվում է, հա։ Ինքը ամեն երկրի չի տալիս եւ չինացիները օրինակ տառապում էին, որ իրենք ավելի ոչ էֆեկտիվ չիպերով էին նույնիսկ այդ իրենց դիպսիկը ստեղծել եւ այդ մասին հատուկ հայտարարել են, որ տեսեք դուք մեզ լավ քարտեր չեք տալի, մենք մեր եղածով մի ձև, հա, այսպիսի նույնիսկ բանակցություններ կա եւ սրա կտրվածքով են, որ մեզ տալիս են այս տեխնոլոգիաները, դա բավական երևի պետք է ասել քաղաքական նվաճում է, այսինքն դա իմ ոլորտը չէ, որպեսզի ես այդ մասին խորանամ, բայց այն ինչը որ ես գիտեմ տեխնոլոգիաների մասին, թույլ է տալիս տատել, որ այստեղ ակնհայտ տեխնոլոգիական քաղաքական որոշման թեմա է, որովհետեւ ուրիշ տես լուրջ պատճառ չկա։ Մասնագիտական կարողությունները մեր չի բավարարում, որ Հայաստանը լցված է ԱԲ մասնագետներով։ Այո, ես չեմ կարծում։ Իհարկե մենք ունենք շատ հոյակապ մի լաբորատորիա Երևանն, հա, որը միջազգային մակարդակի գիտնականներ ունի, բայց նրանց քանակը բավական սահմանափակ է, մասնագիտացումն էլ բավական նեղ է եւ հաստատ մենք մեր երկրում այդ մեծագործանից առանձնապես օգտվելու կարողություն այս բանին չունենք, դեռ հարցել թե ապագայում կունենանք կստեղծենք թե ոչ։ Այսինքն սա լինելու է շատ ավելի բիզնես նախագիծ, որը ուղղված է ներկրման արտահանման, եւս մի գործոն իհարկե կա, որ մեզ շատ օգնել է, դա REV գործոնել չի Մարտա Ռև Լիբարիձյանը, որ Nvidia-ում է, դա նաև այն է, որ Հայաստանում հայտնվել, Հայաստանում, Լոս Անջելեսում եղել են հայ գործարաններ, ովքեր ստեղծել են այս Firebird-ը, ովքեր կարողացել են ստեղծել այդ կապերը, Հայաստանի Սփյուռք, Հայաստանի ներքի բիզնես, այս առումով ես շատ հաջող նաև այդ փորձ եմ դիտարկում։ Իսկ Nvidia-ն ինչ ընկերություն է, ամեն օր այդ ընկերության անունը տալիս են, իր մասշտաբը ընդհանրապես նշանակություն, եթե սպիտակ տունն է Nvidia-ին թույլատրում իր տեխնոլոգիաները բերել Հայաստանի Հանրապետություն, պատկերացնում եմ ամերիկյան մասշտաբով ինչ նշանակություն ունի ընդհանրապես արհեստական բանականության տեխնոլոգիաների մրցակցության մեջ, Չինաստանի հետ գիտենք ինչ պատերազմական դրություն է, էլի տեխնոլոգիական մրցակցության մեջ։ Եկեք դες ավելին ասեմ, օրինակ այն որ Չինաստանը չի մտնում եւ չի գրավում Թայվանը, ինչ որ առնում նաև այն պատճառով է, որ Թայվանում աշխարհի ամենաշատ չիպերի գործարաններն են, հա, այսինքն Ամերիկայի համար Թայվանը ստրատեգիական նշանակություն ունի, որտեղ այնտեղ արտադրում են այն միկրոսխեմաներ, որոնք տրվում են ձեր ժամացույցների, հեռախոսների, ավտոմեքենաների, սառնարանների մեջ, եւ եթե օրինակ Թայվանում պատերազմ լինի, տեխնոլոգիաների աշխարհում ինչ որ հեղափոխություն է լինում, հեղաշրջումների եւ նույնիսկ Բայդենի օրոք արդեն Ամերիկան սկսեց ստիպել, հա, օրինակ Foxconn ընկերությանը, չիպ արտադրողներին, որպեսզի Ամերիկայում գործարաններ ստեղծեն, որտեղ Ամերիկային դուր չի գալիս այդ կախվածությունը Թայվանից։ Բայց Թայվանին հանգիստ թողնելով, եկեք գանք Հայաստանին։ Այն որ Հայաստանում ստեղծվում է այդպիսի data կենտրոն, դա նշանակում է, որ Միացյալ Նահանգները նաև ունի վստահություն կամ տվել է վստահություն այդ հսկայական ընկերությանը, որտեղ Nvidia-ն աշխարհի ամենաարժեքավոր ընկերություններից մեկն է։ Աճող, չէ՞։ Աճող եւ իր ակցիաները շուտ ռեկորդներ էին սահմանում անցած տարի մեկը մյուսի վրա։ Nvidia-ին փաստորեն վստահեցրել է ամերիկյան վարչակարգը, որ Հայաստանում իր data center-ին չի սպառնալու պատերազմ կամ ինչ-որ մի բան, հա։ Այսինքն ես սա էլի ուղղակի տեխնոլոգիական չի, բայց իմանալով թե ինչպիսի խանդոտությամբ է Միացյալ Նահանգները վերաբերվում, հա, իր տեխնոլոգիաներին, դրանց անվտանգությանը, նաև այս առումով որոշակի պոզիտիվ ազդակ եմ տեսնում, ուրեմն Ամերիկան ասում է, որ այո, data center-ը դրեք, այդ գումարները, միլիարդները ներդրեք, այդ տեխնոլոգիաները, որ ավելի կարևոր է դրեք եւ ես կերաշխավորեմ, որ ամենայն դեպս ես ուշադիր կլինեմ, որպեսզի դրանց բան չպատահի։ Դա նույնն է, որ Բաքու Ջեյհան ավտամողը որ սարքեցին, անդադ խոսում էին, որ
եթե նավթամուղին խփեն, դա կհարվածի մեծ բիզնեսի շահերին։ Լուրջ խնդիր Մեծ Բրիտանիայի արմատքի։ Ինքը այդ առումով ինչ որ ինձ թվում է, որ նաև ստրատեգիական որոշակի նշանակություն է ունենալու։ Հետաքրքիր, իսկ մեր տեխնոլոգիական համայնքը կկարողանա օգտվել։ Ես գիտեք ինչ նկատի ունեմ, յուրացնել այն տեխնոլոգիաները, որ ԱՄՆ-ն տալիս է, այսինքն պարզ է դրանք մենք չենք կարող փոխանցել Իրանի, Ռուսաստանի եւ այլ ժողովրդավարական պետությունների, բայց ներսի գիտական համայնքը ինչ է կարծում, կկարողանա հարաբերվել, ես ինչքան հասկանում եմ, նաև իրենք ինչ որ ուսումնական կենտրոն պետք է որ ունենան սեփական կադրերի արտադրության համար, եթե ռազմական մեր տեխնոլոգիաներ ներդրվի արհեստական բանականություն, չգիտեմ, տրամաբանությունը հուշում է, որ Հայաստանում գտնվելով այսպիսի հսկա պիտի որ ինչ որ փոխգործակցություն լինի։ Չգիտեմ, սա զուտ ենթադրություն է։ Այդպիսի հավանականությունը ոնց եք համարում, հաշվի առնելով նաև կնեք, որ արհեստական բանականությունը հիմա հրատապ ձևով բերվում է տնտեսություն, հա, ամեն ինչ սկսում են ԱԲ-ով ստեղծել, այսպես, այն ինչ որ կա։ Տեսեք, ես այդքան էլ վստահ չեմ եւ այդքան էլ լավատես չեմ այս առումով, որովհետեւ որպիսի քո գիտական համայնքը կարողանա օրինակ 5 տարուց պատրաստ լինի նման կարողությունների հետ աշխատել, այդ աշխատանքը պիտի մենք սկսած լինեինք, ասենք 15 տարի առաջ դպրոցից։ Հա, կոմոդ պիտի ունենայի շատ ուժեղ STEM առարկաներ, այսինքն ֆիզիկա, մաթեմատիկա, այս ուղղությամբ պիտի շատ լուրջ դպրոցից սկսած դրվածք լիներ։ Այս ուղղությամբ քո համալսարաններում պիտի շատ լուրջ գիտական հետազոտություններ լինեին, հա։ Այո, մենք ունենք շատ ունիկալ մաթեմատիկոսներ, ֆիզիկոսներ, տեսնում ենք գնում են եւ ծրագրավորողներ, օլիմպիադաներ, միջազգային դիպլոմներով են գալիս, ունենք նվիրյալներ, ովքեր շատ լուրջ գործ են անում, բայց մի քանի նվիրյալը չեն կարող մի ամբողջ գործարան աշխատեցնել։ Այստեղ պիտի ամբողջական շարժում լինի եւ այս առումով մեծագույն մարտահրավերներ է եւ դա պիտի այդ առաջի հերթին այդ հարցերը պետք է տալ կրթության նախարարությանը։ Ինչպիսի պլանավորում է, քանի այդպիսի մասնագետ են փորձում անել, ինչ որ 2-3 տարի առաջ ես շփվում էի մի ընկերության հետ, որը փորձում էր Հայաստանում նոր ստորաբաժանում ստեղծել եւ իրեն պետք էր, ասենք 3 ամսից ունենալ 150 data scientist, այսինքն տվյալների մշակմամբ զբաղվող գիտնական։ Այդ ժամանակ մենք ոնց որ գնացինք հարցումներ արեցինք համալսարաններ, բան, հա, տարբեր տեղեր, թե ինչքան քանի հոգի ունենք, ինչքան են զբաղված եւ այն եւ հասկացանք, որ եղած ռեսուրսներում ուղղակի չկա, то есть այդ pipeline-ում, այդ շարժվող հոսքում կրթական չկա այդքան մարդ, որ մենք կանանք այդ ընկերության ասենք, որ դուք 3 ամսից կունենաք 150 եւ եթե շարունակեն աշխատել ու աճել լինի, մյուս տարի եւս 150 կարողանանք ապահովել։ Այդ առումով ես մի քիչ ավելի սկեպտիկ կվերաբերվեի եւ այս AI գործարանին կնայի զուտ որպես ներդրումային նախագիծ, որը հնարավոր է եղել Հայաստան-Սփյուռք այդ հետաքրքիր համագործակցության, Հայաստան-Ամերիկա քաղաքական պայմանավորվածությունների շրջակայքում եւ որը մեզ շատ կօգնի առաջին հերթին նույն այդ էլեկտրոէներգիան, սա սպառել, որ ավելցուկ ունենք եւ այստեղ դնել այդպիսի ստրատեգիական ասետ, դե կողքից պոչից ինչ բան մի կրճոն մեզ ընկնի որպես բան պետություն օգուտա առհասարակ լավ է, երբ data center-ը քեզ մոտ է լինում, որտեղ դա նշանակում է քո կապը, քո գործակցությունը ավելի արագ է։ Նշանակություն պետության ընդհանրապես տեխնոլոգիական այս ծավալները գոնե էլի եմ ասում, ես չեմ հասցրել ամբողջությամբ մարսել այս տվյալը, ես հիմնականում ծանոթացել եմ հենց Firebird-ի կայքում տեղադրված press release-ին եւ Vance-ի հայտարարություններին, ամեն դեպքում այս ծավալները հուշում են, որ հավանաբար այս data center-ից օգտվելու են օրինակ Google-ի նման հսկաները, օրինակ Gemini-ին կամ ChatGPT-ին, որը սեփական կարողություններ չունի էլ, հա, որտեվ տեսեք, օրինակ Google-ը գոնե ունի իրենը, դատաբազա, այսպես իսկ Anthropic-ը, որը Claude-ն է անում եւ OpenAI-ը, որը ChatGPT-ն է անում, իրենք ավելի շատ վարձված տարողությունների վրա են, ճիշտ է, ստեղծում են իրենց կարողությունները եւ այ իրանք առաջին հավանական հաճախորդները կլինեն, իսկ այն մյուսները, մյուս մեծերը, նույն Grok եւ այլն, իրենք իրենցն ունեն, բայց իրենք կամ դիտարկելու են կամ օգտվելու են որոշ չափով, որպիսի ուղղակի ռեգիոնալ ոնց որ հաշվառական օպերացիաները օգտատերին մոտիկ անեն,
Այդ առումով օրինակ արաբական շուկան կարող է շահի դրանից, որ իրենց մոտիկ data center կլինի։ Նույն ռուսական շուկան, եթե սանկցիաները բացվեն, թուրքական շուկան, հա, այսինքն ինքը այդ առումով գուցե հաշվումները, այսպես կոչված load balancing հասկացություն կա, որ ծանրաբեռնվածությունը նայում են եւ փորձում են ուղարկել այն data center կենտրոնին, որը ավելի մոտիկ է, որպեսզի նաև այդ ժամանակային խնայողություն ունենան ֆիզիկական ճանապարհորդելու մեջ էլեկտրոնների։ Այդ առումով դա իհարկե օգուտ կլինի եւ հավանաբար կվարձեն այդ խոշոր ընկերությունները ստարածները եւ կօգտագործեն։ Նաև տեսեք, հիմիկվա մեքենաները նույնպես հիմա մեծ ինտերնետի հետ են կապվում, հաշվողական ինչ-որ գործողություններ են անում, ենթադրում են, որ նույնիսկ այս չինական մեքենաներից սկսած ուզելու են այդտեղ տարածություն բարձել այդ գործանում եւ մեր փողոցներում շարժվող մեքենաները նույնիսկ ասենք դրանից օգտվեն։ Բայց դրա վրա ես դեռևս շատ այդպես չէի խորանա հիմնվի, որտեվ պահանջներն էլ data center-ների ահավոր մեծ արագությամբ են աճում, այսինքն ինչքան մարդիկ օգտագործում են, այնքան այդ կիրառությունը մեծանում է։ Նույն անտրոպիկ ընկերության գործադիր տնօրենը պատմում էր, որ արդեն մի քանի տարի շարունակ իրենց մոտ տասնապատկում է, այսինքն եթե իրանք գումարները օգտագործում, ասում էր առաջին տարին մենք 10 միլիարդ եկամուտ ունեինք, երկրորդ տարին ունեինք 10 միլիոն ունեինք, 100 միլիոն ունեինք, հետո անցանք միլիարդից, այս տարի անցած տարի անք 8 միլիարդից անցնում էին։ Ինքը ամենափոքր մոդելներից մեկն է, դրա համար իր օրինակ ասում, այսինքն այսպիսի երկրաչափական պրոգրեսիաներով աճի դեպքում այս data center-ները եւս 10 հատ այսպեսն էլ հազիվ են հերիկելու, այնպես որ կլինի այդ data center-ը եւ հավանաբար պարապ չի մնա։ Շատ լավ։ Դե հուսանք հայաստանյան տեխնոլոգիական ոլորտը մաքսիմալ բարեկամություն կանի այս արհեստական բանականության կենտրոնի հետ։ Հնարավոր է այդպիսի բարեկամություն ներհաստատել, թե։ Տեսեք, ես ծրագրից տեսել եմ, որ ենթադրվում էր, որ այդ տարողությունների ու այս մասին ուզում էինք խոսել, որոշակի տոկոս, կարծեմ մինչև 10% էր հիշատակվում, Հայաստանի կառավարությունը փորձել է այնպես անի, որ հատկացվի Հայաստանը տեխնոլոգիական սահմանին, նաև մեկ այլ ծրագիր կար AI ինստիտուտ, որով հայաստանյան ստարտափները կարող էին դիմեին Amazon-ի տեխնոլոգիաները ստանալու, Amazon ունի եւ ամպային տեխնոլոգիաներ եւ Amazon-ի ամպում տարբեր տիպի AI-ներ են պատտվում եւ նաև աջակցություն էր տրամադրելու Amazon-ից նաև ինժեներական տեխնոլոգիական առումով, որպիսի օգտվեն։ Այս ծրագրերը կարող են իրար օգնել եւ այդ գեներացնենք ստարտափների ինչ-որ մի քանակ կամ ընկերությունների ինչ-որ մի քանակ, որոնք ունեն այդ պոտենցիալը, գիտելիքը, տեխնոլոգիան, որ կարողանան օգտվել այդ մեզ համար վերապահված ինչ-որ սահմաններից։ Եվ այստեղ մի հատ էլ վտանգ կա իրականում, որը նույնպես ռեալ վտանգ է, հա, դա Չինաստանի շինարարության սինդրոմն է, երբ որ մեծ քանակի ծավալի ստեղծում են կարողություններ, հետո դատարկ շենքեր են մնում եւ ամբողջ դատարկ քաղաքներ։ Ես ամեն դեպքում Detroit 2-ը դա ամեն դեպքում հույս ունեմ, որ սա չի լինի, ստեղծվի մի ամբողջ հսկայական ենթակառուցվածք ու պարապ մնա, ու ինչ-որ պատճառով ձախողվի, հա։ Չօգտագործվի կամ, չգիտեմ, Վրաստանում ինչ-որ տատիկներ էլի բահերով կաբելներ կտրեն Հայաստանի ու այդ կապը։ Այսինքն իրականում ստե պետք է լավ ռիսկերի գնահատում անել, որտեվ ռիսկեր նույնպես կան, եւ հետո տեսեք, այս տեխնոլոգիաները մեծ արագությամբ են զարգանում։ Օրինակ այս չիպերը, որ մեզ տալիս են Blackwell 300 կարծեմ սրանը, իրենք մի քանի տարի, 1-2-3 տարի աշխատելուց հետո եւ ֆիզիկապես են մաշվում եւ ավելի կարեւորը բարոյապես։ Այսինքն այդ հսկայական ներդրումը ինքը պիտի արագ ինքը իր գինը հանի, արդարացնի եւ բավական գումար շահույթ գեներացի, որպեսզի նոր բարձր ավելի թարմը բերվի, որտեվ եթե ոչ, ինքը ուղղակի կմնա կստեղծի մի հսկայական կարողություն, մի քիչ կաշխատի, ինչ որ բան կանի եւ հետո կմեռնի, այսինքն եթե 500 միլիոնանոց նախագիծը աճեց դարձավ 4 միլիարդ, ես ենթադրում եմ, որ դրա հետևում կանգնած գործարարները հստակ հաշվարկ ունեն, թե չէ կմնային 500 միլիոնի վրա, այսինքն ենթադրում եմ, որ այս ռիսկերի գնահատումը արված է եւ ընդհակառակը որոշվել է, որ դա շատ քիչ է եւ պիտի մենք 6 հապատիկ ավելի ունենանք։ Անգամ ավելացավ, չէ՞, 500 միլիարդ միլիոն, բարձրացանք 4։ Դե տեսեք 6600 չիպի մասին էր, հիմա հասնում է մոտ 50000-ի։
գումարային։ Այսինքն որոշակի ինչ որ մի բան վստահություն է հաղորդել ամերիկյան ներդրողներին։ Եվ դրա մեջ ես տեսնում, եւ միջազգային պահանջարկը AI հաշվողական կենտրոնների նկատմամբ շատ մեծ է եւ աճում է դեռևս։ Եկեք հասկանանք նաեւ AI-ի ապագան, հա, չնայած բարդ է հասկանալ այսօրը։ Այդ հարցը պիտի AI-ին տանք, ինքը մեզնից լավ կպատասխանի եթե անկեղծ։ Առաջարկում եմ մեր հեռուստադիտողներն հենց հիմա իրենց ձեռքի տակ եղած AI-ներին հարցնել իրենց ապագան ուր են մեզ տանում։ Բայց միջ այդ լսենք Արթուր Բապյանին։ Չէ, տեսեք, իրականում մարդիկ վախենում են ուղղակի, որովհետև դա ինչ որ անհայտ մի աշխարհ է, հա, հարցնում ես փորացավ ունեմ, ոնց բուժեմ ասում է։ Այ դա իրականում շատ վտանգավոր յուզ օգտագործում է, այսինքն հարցնելու եւ քո անձնական ամբողջ տվյալները AI-ին տալ, բայց նաեւ պետք չի ինչ որ շատ միֆականացված պատկերացում ունենալ AI-ի գծով, ակնհայտ է, որ AI-ը ինչ որ գործեր շատ լավ է անում, հսկայական տվյալների սիստեմավորում, մինիմիզացում, մշակում եւ այլն։ Ինքը անում է շատ ձանձրալի գործեր, մարդկանց ազատելով այդ ձանձրալի գործը անելու պարտականությունից։ AI-ի միջոցով աշխատողը ավելի արդյունավետ կարող է դառնալ, հա։ Իսկ պարապ տատիկ պապիկն էլ կարող են իրենց առողջության մասին անվերջ հարցեր տալ եւ բժիշկներին ազատել, հա, այնպես որ այսպիսի բազմաթիվ բաներ կան։ Այսօրվա AI-ը հիշեք որ շարունակեք, բայց կուզեի սրանալ անդրադառնանք, նաև տեխնոլոգիական ոլորտի որոշ մասնագիտություններ ուղղակի սպանել է, չէ՞։ Չէ, ես կարծում եմ, որ ոչ, ընդհակառակ իրենք ուղղակի ավելի արդյունավետ են դարձնում։ Հա, տեսեք, օրինակ ես կոդ գրում եմ մեկ-մեկ ու ատում էի առաջ, որ պիտի օրինակ մի հատ կոճակ, ասենք կապույտից կարմիր պիտի սարքես ու այս edge-ից տեղից այնտեղ տանես, դրա համար պիտի ասենք 3-4 տեղ տեքստային ժամերով գրես, իսկ կնոպկեն եկավ, չեկավ, JavaScript-ը ստես, CSS-ը ստե։ Հիմա ես ուղղակի AI-ին ասում եմ, այս կնոպկեն կարմիր սարքից տետար, ինքը մտնում ֆոնային ռեժիմում այդ բոլոր տեքստերը գրում է ու ես տանում եմ իմ արդյունքը, հա, կարող եմ ստուգեմ, դզեմ, փչեմ, հա։ Այսինքն ինքը ազատ պետք է, այսինքն ինքը ազատում է մարդուն ձանձրալի ռուտին տենց ստից բաներից ու թույլ է տալիս ավելի կարևոր բաների վրա կենտրոնանալ արխիտեկտուրայի AI-ը չունի սեփական կամք, չունի սեփական ցանկություն, հա, դու կարող ես իրեն ներշնչել, բայց մեծ հաշվով ինքը անելու են ինչ որ մարդը ուզելու է այս պահի դրությամբ կոնեն տեխնոլոգիաները որ ունենք, իդեպ Anthropic-ը, որը ինձ համար այս պահին ամենահետաքրքիր ընկերությունն է, վերջերս սահմանադրություն է սահմանել, ստեղծել AI-ի համար եւ իր cloud bot-երին է կերակրել, որպեսզի ինքը այդ սահմանադրությամբ գնա, հա, ու դրա մեջ կոնկրետ բաներ, դրույթներ կան, որ մարդուն չի կարելի վնասել եւ այն այս ուղղությամբ։ AI-ը բազմաթիվ մասնագիտացումներ, որտեղ մարդը վատնում է իր կյանքը անիմաստ, դարձնելու է, ոնց որ վերացնելու է եւ ազատելու է մարդուն ավելի օգտակար լավ բաների համար։ Տեսեք, օրինակ parse case-երից մեկը այն բեռնատարեր վարողները, որոնք օրերով ճանապարհին են։ Որևէ պատճառ չկա, որ այդ մարդիկ պիտի այդքան տառապեն։ Էլ չեմ ասում, որ քանի որ բեռնատարի վարողը պիտի քնի, սնվի եւ այն մեքենան կանգնի պարապորտի լինի։ Եվ հիմա օրինակ առաջնային ուղղություններից մեկը, որի վրա Ամերիկայում աշխատում են, դա հենց այդ երկար գնացող բեռնատարների վարորդներին փոխարինելն արհեստական բանականությամբ, որ բեռները տեղաշարժվեն, մարդիկ անգործ կմնան, բայց չէ, այդ մարդիկ կարողա տունը նստեն այդ նույն բեռնատարի վարորդները, հա, իրենց համար ոտքի գծած հետևեն, կարևոր հարցերին պատասխանեն, վերահսկեն այդ նույն մեքենաներին եւ չեմ, իրենց ընտանիքի կողքը լինեն, քանդե գիշերները, ասենք, Լարսի սահմանակետին ծմրանը մնալու։ Իմաստը կարող եք ինձ բացատրել, ինչի՞ պետք է այդ մարդիկ այդքան տանջվեն։ Ասենք, այս տիպի բազմաթիվ թեմաներ կան, որտեղ նույն ավտոբուսի գծերը, որոնք նույն գծով են գնում, այսինքն իրենց կյանքում շատ բան չի փոխվում։ Կարող է 1-2 վերահսկող վարորդ էկրանի մոտ նստի գրասենյակում սպիտակ ձեռնոցներ հագած, հետևի միաժամանակ 3-4 ավտոբուսի ուղակի խնդրահարույց կետերում ինչ որ որոշում կայացնելուն օգնելու համար, հա, պատկերացրեցիք։ Եվ, չգիտեմ, այդ շոքին, ցրտին չնստի, մի հատ էլ ուզի սիգարետ կպցնի 1000 հոգի վրան խոսի, ասենք, ինչի համար։ Բայց մեր համատեքստում երևի AI վարորդները պետք է սովորեցնել, որ դու պետք է անպայման հայհոյես,
հայերեն ասած over գումարը թելսելով չի ստանում։ Գորաս, այո։ Չէ, բայց իրականում եթե մտածեք, ցանկացած ոլորտ մտածեք, ֆանտաստիկ ինչ-որ հնարավորություններ են բացում։ Լրագրողների համար, ասենք, տվյալների բազայա 10000 ռեկորդով պետք է գնես դրա միջից ինչ-որ օրինաչափություն գտնես, դրա վրա պետք է ծախսես, ասենք, մի ամիս։ Երբ որ տալիս ես AI-ին 2 րոպեում քեզ տալիս է կարևոր թեմաներ ընդգծված եւ քեզ մնում է ուղղակի ստուգել արդյոք ամեն ինչ ճիշտ է թե ոչ եւ քո ստեղծագործականությունը ընդհակառակ աշխատացնել, քան թե այդ տաղտկալի գործով զբաղվելու։ Սա նշանակում է մարդկային ռեսուրսների ավելի արդյունավետ վերաբաշխում։ Եվ վերջինը ու իմ երազանքը, որ բոլոր վարորդներին Երևանի փողոցներում փոխարինեն AI-ներով, ես հանգիստ գործի գնալուց ուղղակի իմ համար Instagram-ի ռիլեր նայեմ, չնայեմ ճանապարհին եւ ստիպված չլնեմ հայոյեր աչուջախ եւ ինձ էլ որը մեկը հայոյանքի չարժանացնի։ Իսկ մեքենաները իրենք իրար հետ բանակցելով օպտիմալ ճանապարհով ինձ հասցնեն իմ գործի տեղ։ Հուսանք ձեր երազանքը կկատարվի։ Ես վստահ եմ մեր հեռուստադիտողները ինձ կարող է հայհոյ են ասեն, գիտես, ինձ շատ հետաքրքիր թե բայց դու անցնում ես մի օրենքի քննարկման, սանի կարճ խոսենք, հա, որով կարգելվի օտարերկրյա աուդիովիզուալ ծրագրերում Հայաստանի ներքաղաքական կյանքին միջամտող բովանդակության տարածումը, քանի որ դուք մեդիա փորձագետ եք, բացի ՏՏ ոլորտի գիտակ լինելը, ասացեք, խնդրեմ, ձեր տեսակետը այս հարցի շուրջ, օրինակ ընդդիմադիրները ասում են, որ քան որ ՀՌՀ-ն է այս օրենքի կատարումը, այսպես ասենք, կյանքի մեջ իրագործելու, դա կարող է քաղաքական իշխանությանը տալ գործիք, ասենք, չգիտեմ, ռուսական կամ չգիտեմ, այլ ինչ օտարերկրյա ալիքներ կան, դրանց վերահսկելու, մի խոսքով ինչ կարող եք ասել, սա ինչի մասն է ձեր կարծիքը։ Ինձ համար ակնհայտ է, որ սա ընտրություններին ուղղված քայլ է։ Տեսեք, ինձ համար նաև ակնհայտ է, որ հայաստանյան մեդիա դաշտի վրա ազդում են մեծ քանակի օտար լրատվամիջոցներ, ռուսական, ադրբեջանական, ամերիկյան, եվրոպական, այսինքն իհարկե դրանք կան։ Հեռարձակում են մեր կաբելում եւ հանրային մուլտիպլեքսում։ Մեր կաբելներում կան ամեն տեսակ NTV-ներ, Euronews-եր, CNN-ներ, Պարզ է, չէ, որ դրանք բոլորը մեդիա դաշտի վրա ազդում են, բայց նաև պարզ է, չէ, մեզ, որ այդ մեդիա դաշտի վրա ազդում են նաև ինտերնետները, տելեգրամները եւ այլն եւ այլն։ Ամեն դեպքում հեռուստատեսությունը գոնե տարբեր վերջին հարցումների համաձայն շոշափելի դեր ունի Հայաստանում եւ կաբելային էլ մեծ աճ ունի։ Ես կարծում եմ, որ այո, այսպիսի օրենքի կարիք ընդհանրապես կար, քանի որ երբ որ մենք ոչ թե լրատվամիջոցների հետ ենք շփվում, այլ հաճախ ռոպագանդիստական միջոցների հետ ենք շփվում, դրանց դեմ առնել իհարկե պետք է։ Օրենքի գործիքակազմով։ Եվ օրենքի գործիքակազմով եւ տեխնիկական միջոցներով, բայց դա չի կարելի անել կացնային եղանակներով։ Այս օրենքը մի տեսակ ինձ շատ ավելի կացնային տպավորություն է թողնում իմ վրա, քան թե մտածված, հաշվարկված։ Որտեվ տեսեք, եթե այս օրենքը ուշադիր կարդաք, ստացվում է, որ եթե վաղը BBC-ն կա Հայաստանի փողոցներում Vox Pop անի մարդկանց հարցնի ինչ կարծիքի եք, չեմ, ընտրությունների կամ մասին, դա միջամտություն է լինել։ Դա կարող է համարվի միջամտություն, հա։ Գնայք, ես մի հատ ուրիշ օրինակ բերեմ, որ մեր հեռուստադիտողներին ավելի հասկանալի է, հա։ Դե ռուսական RT, Ռոսիա եւ այլն դրանց հասկանալի է, որ դրանց երևի թե ուղված է։ Նաև մեր գործընկերներից Ազատություն ռադիոկայանը, գիտենք, որ ամերիկյան պետական էսպայդրությամբ հեռուստաալիք ունի կաբելում։ Սա քանի որ վերաբերում է նաև կաբելին, ինչ է նշանակում, արգելվելու է այդ հեռուստաընկերությանը մեկնաբանել կամ չակերտավոր միջամտել ՀՀ ներքին գործերը։ Որովհետև ինքը ավելի շատ մեր ընկալումներում հայաստանյան մեդիա է, բայց ֆինանսավորմամբ ամերիկյան է։ Հենց խնդիրներից մեկը այն է, որ այդ օրենքը, տեսեք, օրենքը լավ է, երբ ինքը որոշակի է, հա, երբ այնտեղ հստակ սահմանված են չափանիշները։ Հիմա ես կարծում եմ, այդ օրենքում չպիտի լիներ լրատվամիջոց ձևակերպումը, այլ պիտի ձևակերպված լիներ ինչ է ռոպագանդայի միջոցը, հա, եւ ձևակերպվեր ռոպագանդայի միջոցների դեմ ինչ-որ գործողությունների շարք։ Որտեւ լրատվամիջոց դա ենթադրում է պատասխանատվություն, դա ենթադրում է, չեմ, յուրիսդիկցիա, պատասխանի իրավունք, օրինակ ազատության դեպքում
իհարկե եթե չկա այդպիսի լրատվամիջոց, որ լուսաբանի ու դա բոլորին դուրս գա, բայց քանի որ ինքը գործում է հայաստանյան յուրիսդիկցիայում, է դաշտում, այնտեղ գործում է օրինակ օրենքով սահմանված պատասխանի իրավունք, եթե դες ինչ-որ բան դուրս չի գալիս, կարող եք դիմել, ձեր կարծիքը բերել, ինքը հասանելի է, իրենք նաև ունեն հստակ, հա, չափանիշներ, էթիկայի, որոնք կայքում սահմանված են, այսինքն ինչի համար ենթադրենք հավասարության նշան դնել դրա BBC, որը աշխարհի ամեն այդպիսի տաղտկալիության աստիճան պատասխանատու լրատվամիջոց, հա, եւ ORT-ի միջեւ, եւ ORT-ի միջեւ, հենց դրա մասին էի ասում, որ ես կարծում եմ սա բավական կացնային ինչ-որ ռեֆորմ է, նաև հասկանալի է, որ ինքը հատուկ այնպես է արված, որպեսզի հանձնաժողովը ազատ մեկնաբանության հնարավորություն ունենա եւ այսպես ասած յուրայիներին ձեռք չտա, իսկ քննադատներին վախեցնի, լռեցնի, լծակներ գործարկի եւ դա գրեթե միշտ օրենքների դեպքում, երբ մենք ոչ թե հստակ որոշակիություն ունենք, այլ թույլ ենք տալիս, որպեսզի անձիկ իրենց նախասիրություններով մեկնաբանեն, դա շատ վտանգավոր եւ վատ ձևակերպում է։ Ես ելի եմ ասում, համարում եմ, որ Հայաստանում հայաստանյան մեդիա դաշտը ռոպագանդայից պաշտպանելու խնդիր մենք այո ունենք, բայց մենք խնդիր չունենք հայաստանյան մեդիա դաշտը պաշտպանելու որակյալ օտարերկրյա լրատվամիջոցներից, մանավանդ որ դրանք կան եւ դրանք շատ դեպքում ավելի որակյալ են, քան հայաստանյան ներհայաստանյան լրատվամիջոցները։ Մի հարց էլ կարճ, հիբրիդային սպառնալիքների դեմ հայաստանյան պետական ինստիտուտները ինչքանով են կենսունակ այս հարցով անդրադառնանք։ Դե ընտրություններն ընդառաջ ամեն դեպքում ենթադրվում է գրողների սաստկացում։ Տեսեք, եկեք խոսենք այն մասին, ինչը որ մենք հրապարակային գիտենք այս մասին, օրինակ մենք գիտենք, որ կա արտաքին հետախուզական ծառայություն, որ արդեն 2 զեկույցներ է հրապարակել, հա, վերջինը երևի մի 20 օր առաջ, հունվարի կեսերին։ Եվ դա է մեզ թույլ տալիս պատկերացնել, այսինքն մոտավորապես թե ինչի մասին ենք խոսում, այդ զեկույցից դատելով մենք տեսնում ենք, որ որոշակի գնահատականներ են արված, որոշակի նաև նույնականացվում են ռիսկերը եւ դա նշանակում է, որ նաև դրանց տակ դրված են կոնկրետ գործողության պլաններ դրանց հակազդելու ուղղությամբ։ Նույն այս օրենքը, որի մասին խոսեցինք, ինձ համար գոնե ակնհայտ է, որ նույնպես ուղղակիորեն կապված է այդ սպառնալիքներին, որ ձևակերպված են այդտեղ, ուղղակիորեն կապված է այսպես կոչված արտաքին մարտահրավերների միջամտություններին եւ դրա կոնտեքստում է դա պետք դիտարկել։ Ենթադրում եմ այդ ուղղությամբ դերևս մենք էլի ինչ որ քայլեր կտեսնենք, նաեւ դրա շրջանակներում էր օրինակ ընտրությունների դիտորդներին ուղղված նախագիծը, որտեղ ինչ-որ սահմանափակումներ ու որոշակի չափանիշներ են սահմանվում, այո։ Ինձ համար դե գոնե ակնհայտ էր, որ սրանք ընդհանուր փաթեթի մի մասն են եւ այս ուղղությամբ տեսնում ենք շարժում առնվազն։ Ես չգիտեմ ինչքանով է պետությունը պատրաստ, բայց ակնհայտ է, որ պետությունը արել է որոշակի գնահատում եւ դրա շրջանակներում որոշակի քայլեր իրականացնում է։ Ընդ որում պիտի հասկանանք, հա, այդ պետությունը չի նշանակում կոնկրետ քաղաքական ուժ, հա, պետությունը սա անում է, իր արդյունավետությունից ելնելով մենք կտեսնենք ընտրությունների արդյունքում քաղաքական ուժը կմնա, թե կփոխվի մեկ այլ քաղաքական ուժով, որը ավելի արդյունավետ կլինի պատրաստ նման մարտահրավերներին դիմագրավելու։ Շնորհակալ եմ զրույցի համար, կհետևենք։ Factor TV-ում հյուրընկալել ենք Արթուր Պապյանին։